Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդում սկսեմ մեր հայրենակցի մասին անվանի պատմաբան Լեոյի հետևյալ գնահատականով։ Հայոց պատմության մեջ մի փայլուն առանձնացած երևույթ, որի իբրև ազգային ազատության մարմնացում չունի իր նմանը Կիլիկիայի հայոց անկախության խորհրդակումից հետո։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Դավիթ Բեկին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնավարիչ պատմանկիչության դոկտոր Արման Եղիազարյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի դասախոս պատմանկիչության տեխնացու Ավետիս Հարությունյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պարոն Եղիազարյան, 17-րդ դարի սկիզբ կամ 13, այսինքն 14-15-րդ դարից սկսած պետականության բացակայության պայմաններում մեր ժողովրդի ազատագրական պայքարի նվիրյալների մեջ գուցե չափազանցնեմ, սակայն դժվար կլինի գտնել կամ նշել մեկի, ով իր ռազմական եւ վարչակազմակերպչական պետական այդ տաղանդով համեմատվի Դավիթ Բեկի հետ։ Իհարկե 20-րդ դարը չհաշված։ Դավիթ Բեկը իրոք մեր պատմության խոշորագույն դեմքերից մեկն է։ Հանդես գալով հայոց պատմության երևի թե ամենադժվարին ժամանակաշրջանում, երբ որ Հայաստանի մեծ մասում գլխատված էր ժողովրդի առաջնորդ հատվածը ազնվականությունը, լինելով ծառայության վրացական արքունիքում հայրենիքի կոչով եկավ ուրեմն Զանգեզուր եւ այնտեղ ստանձնեց ազատագրական պայքարի դժվարին առաքելությունը։ Կարողացավ իր անձնական քաջությամբ կազմակերպչական ուժեղ ձիրքով իր շուրջը միավորել Զանգեզուրի բոլոր մելիքներին, այնտեղ տանուտերերին եւ այլն եւ կարողացավ ձևավորել 10-12000-անոց բանակ եւ տարածաշրջանը մաքրել մի կողմից օտար երկրորդ տարիից, իսկ մյուս կողմից հակահարված հասցնել այնպիսի մի հզոր տերության, որը թեև քայքայված, բայց հզորությունը պահպանում էր, ինչպիսին էր Սեֆյան Պարսկաստանը։ Ինքը ծագման մասով կան տարաձայնություններ, ասել որ կարծեմ որ Սյունեցի էր։ Երբեմն ասում են որ Սյունեցի, գալիս է Ղուկաս Սեբաստացուց։ Բայց կարծես թե դա այսպես համընդհանուր ճանաչում չունեցող տեսակետ է, երբեմն նրան համարում են օրբելյանների շարավիղ, իսկ երբեմն Վրաստանում վաղուց ի վեր հաստատված հայկական ազնվականական ուրեմն ընտանիքի շարավիղ, այսպես թե այնպես ծառայության մեջ էր եղել վրացական արքունիքում, այնտեղ հասել էր հաջողությունների այդ ասպարեզում եւ երբ որ վրաց թագավորին խնդրեցին ուրեմն Սյունիքի պատվիրակներ, որպեսզի մի երևելի զորականի ուղարկի Սյունիք ապստամբությունը ղեկավարելու, առաջին մատնանշումը կատարվեց հենց Դավիթ Բեկի վրա։ Գուցե այդպես կարելի է իրոք ենթադրել, որ հենց ցակումով նա Սյունեցի էր։ Հա, ես ինքս հակված եմ կարծելու, որ նման տեխնատության դրություն ամենևին պատահական չի պիտի համարել։ Ես ինքս հակված եմ կարծելու, որ իրոք Սյունեցի է եղել, որովհետև իր այդ ընտիր պատմությունը, որ իր մասին գրված է, այնտեղ հենց այդպես էլ ակնարկված է։ Այսպես թե այնպես մարդը Սյունյաց պատմության մեջ եւ ընդհանրապես հայոց պատմության մեծ խոշոր տրամաբանության մեջ MC դեր խաղաց, որ սերունդների հիշողության մեջ մնաց որպես լավագույն զինվորական։ Եթե փորձենք այսպես Սյունիքը շրջապատող աշխարհը տեսնել այդ բանին, ապա կտեսնենք, որ թուրքերը, որոնք առավելության էին հասել Ռուսաստանի նկատմամբ, Ահմեդ III-ի օրոք անցել էին ծավալուն հարձակումների, հասել էին մինչև Սյունիքի մատույցները գրավելով Նախիջևանը, պարսիկները ամեն կերպ փորձում էին ծավալվող ապստամբությունը թե Արցախում եւ թե Սյունիքում ճնշել։ Հայկական մեկ այլ արծվաբույնում նույնպես ապստամբություն էր ծագել Արցախում, հյուսիսից մոտեցել էին ցարական զորքեր եւ աշխարհակաղակական այսպիսի բարդ պայմաններում Սյունիքում սկսվեց ազատագրական հզոր պայքար։ Շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, շարունակելով պարոն Եղիազարյանի ասած միտքը, Դավիթ Բեկի ի հայտ գալու կամ գործելու սկզբի շրջանը իրոք բավականին դժվարի եւ մեր համար ճակատագրական էր։ Արդեն նշվեց թուլացող իհարկե տերություն, սակայն թուլացող մի կողմից Պարսկաստան, օսմանցիներն էին ներխուժում, ագրեսիվ նկրտումները գնալով օրեցօր ավել էր ուժեղանում եւ պետք է հիշենք նաեւ Շահբասի կողմից այդ բռնագաղթը, երբ հայություն հիմնականում մնացել էր Արցախում եւ Սյունիքում,
եւ Արցախում հիշատակեց արդեն, որ եթե կար այդ կազմակերպվածությունը պայքարի առումով, ապա Սյունիքում միասնականություն չկար։ Եվ այդ տեսանկյունից հենց Դավիթ Բեկի հայտ գալը օրինաչափ եւ օբյեկտիվ անհրաժեշտություն էր։ Ինչ եք կարծում։ Պարոն Եղիազարյանը դարաշրջանը ճիշտ նշեց, ես միայն ավելացնեմ այն հանգամանքը, որ եթե մենք ուզում ենք Դավիթ Բեկին ճիշտ գնահատենք, այսպիսի մի ժամանակաշրջանային էքսկուրս կատարենք, ուրեմն մոնղոլական տիրապետության դեմ հայ եւ վրաց ժողովուրդների վերջին ապստամբությունից հետո 1259-61 թվականից մինչև 1722 թվական մեր ժողովուրդը 463 տարի Մայր Հայաստանում ապստամբական պայքար չէր ծավալվել։ Փաստորեն, եթե մենք այս կտրվածքով նայում ենք, որովհետև իրոք շատ մթին ժամանակաշրջան էր մեր պատմության մեջ, երբ որ մենք այս տեսանկյունից նայում ենք, մենք հասկանում ենք, թե ով էր Դավիթ Բեկը։ Այսինքն այդ մարդը կարողացավ մեր ժողովրդին այդ թմբիրից դուրս բերել շուրջ 5 դարի այդ խավարից լույս բերել։ Այսինքն նա կարողացավ ժողովրդին տանել դեպի ազգային ինքնագիտակցություն եւ կարողացավ Սյունիքում ծավալել ապստամբական պայքար։ Եվ նրա եթե կազմակերպչական ընդհանուր ընդունակությունները, ձեռքբերումները չլինեին, երևի մեկ ուրիշը կարող էր տանուլ տալ այդ պայքարում։ Դավիթ Բեկը աչքի էր ընկնում իր կազմակերպչական մեծ տաղանդով, նա շատ անհանդուրժող էր առաջին հերթին դավաճանների նկատմամբ, այնտեղ կան օրինակները Մելիք Դավիթի նկատմամբ, Բաղրի նկատմամբ, Մելիք Ֆրանգյուլի նկատմամբ, Մուսիի նկատմամբ։ Դե խառնակ ժամանակներ էին, ամեն մեկը ձգտում էր, այսպես ասած, իր անկախությունը պահպանել, իր էշը առաջ քշել, հարկավոր էր իհարկե խստություն եւ շատ անհանդուրժողական վերաբերմունք պետք է այդ ժամանակ անհանդուրժողական վերաբերմունք ուներ տատանվողների նկատմամբ, կա պատմական այն փաստը, որ սկզբնական շրջանում Մելիք Փարսադանը եւ Տերավետիսը չեն միանում, չէ, ապստամբական պայքարին եւ միայն այդ մոտեցման համար նա նրանց բանտարկել է տալիս շնհերում։ Եվ միայն Ավան Յուզբաշին, երբ որ Ղարաբաղից գալիս է, նա բանակցություններ է վարում եւ նրանց ազատում է բանտարկությունից։ Եվ շատ անողոք էր նա այն զորավարների նկատմամբ, ովքեր հանդես էին բերում վախկոտություն։ Էլի մենք ունենք երկու օրինակ, զորավարներից Պապը, որը տանուլ էր տվել Եղվարդի ճակատամարտը 1725 թվականին եւ նահանջել էր իր վախկոտության պատճառով, նա գլխատել է տալիս Պապին։ Եվ նույնիսկ փորձում է մահապատիժ իրականացնել Մխիթար Սպարապետի նկատմամբ, էլի նույն 1725 թվականին, երբ որ Մխիթարը Խոտանանի ճակատամարտից թողել նահանջել էր, բայց իհարկե այս երկրորդ դեպքում Պարոն, եթե նմախստություն չցուցաբերեր, հաջողության չէր հասնի։ Չէր հասնի, բնականաբար չէր կարող հասնել։ Սյունիքը շրջապատված էր շուրջ թշնամիներով, որոնք ընդամենը մեկ ցանկություն ունեին՝ ոչնչացնել հայությանը, այդ բոլորին ընդդիմանալու, դիմակայելու եւ հաղթանակի հասնելու համար պետք է նաեւ ներքին ճակատում արդարացի, սակայն հարկ եղած դեպքում նաև համապատասխան դաշնություն ցուցաբերվեր։ Բնականաբար, առանց այդպիսի մոտեցումների հաջողության հասնել չէր կարող։ Պարոն Եղիազարյան, Դավիթ Բեկը արդեն նշվեց նրա կազմակերպչական այդ ջրի մասին, իշտ է ստեղծեց կանոնավոր կամ մշտական զորամիավորում զորքեր բանակ, սակայն քանի որ քանակի առումով անհամեմատ քիչ էր նրա զորքը, ինչպես օսմանների, թուրքերի, այնպես էլ պարսիկների համեմատ, այդ առումով նա պայքարի պարտիզանական, ներկայիս տերմինով ասած, պարտիզանական ինչ-որ տակտիկա էր նաև որդեգրել, մի քանի ճակատամարտերը չհաշված։ Եվ հենց այդ տակտիկայի շնորհիվ էր գուցե, որ Սյունիքը կարողացավ մաքրել ինչպես թուրքերից, այնպես էլ պարսիկներից։ Նաև տեղական քոչորական ցեղերից։ Այստեղ տեղական ասելով նկատնում եմ այն ցեղերը, որոնք ինչ-որ մի ժամանակից սկսել էին Սյունիքի տարածքում բնակվել, գիտեք, Սյունիքի արոտավայրերի մասով ընդհանուր մինչև 20-րդ դարը կլինեն քոչվորներ, որոնք խնդիր կբարձրացնեն, որ այդ սարերը գան։ Բոլոր դեպքերում, գիտեք, Հեգելյան հայտնի դարաշրջանի հերոսի կոնցեպտը, նրանց խոսքը ասում է լավագույնն է իրենց դարաշրջան, խոսքն ու գործը։ Նրանք գալիս են լավագույնս հասկանալով ժամանակի մարտահրավերները եւ նրանց հիմնական
ուրեմն մեծությունը այդ մարտահրավերներն հասկանալն ու դրանց ճիշտ ըստ հարկի պատասխանելն է։ Հիմա Դավիթ բեկը կանգնեց ի տարբերություն Արցախի, որտեղ միատարհայ ազգաբնակություններ կանգնեց մի խնդրի առջև։ Սյունիքում չկար այդ միատարությունը։ Այնտեղ կային բազմաթիվ ցեղեր, օրինակ նույն Ջիմանշեր 32 ցեղեր, դրանք հսկա մի զանգված են։ Դրանք թուրքական ցեղեր էին։ Թուրքական, հա, այսպես ասենք, եւ այդպիսի ցեղերի հետ պայքարելու համար պետք էր օգտագործել բոլոր հնարավոր միջոցները։ Սկսած նրանց սարերը բարձրացող հովվախմբերի ոչնչացումից մինչև բուն ցեղերին հարված հասցնելը, նույնիսկ երբեմն կարդում ես, որ ահաբեկման որոշակի մեխանիզմներ օգտագործվել են, որովհետեւ նրանք այդտեղ էլ չգան։ Այսինքն ինքը հասկացավ այդ մարտահրավերը, սկզբում պետք է ներքին միատարրության խնդիրը լուծվեր։ Առաջին հարվածը պատահական չի, որ եղավ հենց այդ ցեղերի ուղղությամբ։ Հետո սկսեցին մաքրել են տարածքները, որոնք սահմանակցություն դեպի Արցախ էին ձգվում, որտեղ Արցախի ապստամբությանը միանալու խնդիր կար։ Այստեղ պետք է անհրաժեշտաբար հասկանալ Սյունյաց ապստամբության աշխարհագրությունը։ Ըստ էության ամբողջ Սյունիքը չէ, որ ընդգրկված էր ապստամբության մեջ, այլ Սյունիքի միայն մեծ մասը։ Այնտեղ կային հատվածներ հատկապես հյուսիսում եւ հյուսիս-արևմուտքում, որոնք ընդգրկված չէին։ Բայց այն հատվածը, որը ձգվում էր դեպի Արցախ, իրենք պարզապես մաքրեցին այդ տարից, նաեւ ուրեմն սահմանագիծը բացելու։ Դե հաշվի են արել, որ Արցախում էլ ավային զուբաշն եւ մյուսները աջակից էին, այնտեղ էլ էին ոդկի կանգնել։ Երկրորդը, որ սկսեցին մաքրել դեպի միջազգային ճանապարհներ տանող ուղիները, իջնելով միջև Օրդուբատ եւ Հինջուղա։ Այսինքն ըստ էության մարտահրավերը ներքին միատարրությունը վերականգնելու եւ ապա նոր միայն մեծերին հակահարվածելու ինքը չափազանց լավ օգտագործեց։ Ուստի պատահական չի եւ ինձ թվում է լավագույնս գծագրված էր այդ պայքարի ձևը, որ սկզբում նա իր վրա չբևեռեց բուն Սեֆյան Պարսկաստանի ուշադրությունը։ Սկզբում ինքը ցեղերի դեմ է պայքարում, այ երբ որ ցեղերը կջախջախվեն, նոր միայն խաները կմիավորվեն Սեֆյանների հրամանով, նոր իր դեմ կպայքարեն, այսինքն ինքը փոխարեն երկու ճակատով անմիջապես մարտնչելու սկզբում ազատվեց։ Ինչ անասելի դժվարություն ստեղծեց։ Ցեղերից հետո արդեն պայքարը տեղափոխեց 23-24 թվականներին խաների դեմ։ Այբ որ ինքը ջախջախեց խաների մոտ 20,000-անոց զորաբանակը, նաև խաների դեմ պայքարի խնդիրը կարծես թե լուծեց։ Հիմա կգան օսմանները, արդեն երրորդ փուլում պայքարը կգնա նրանց դեմ։ Այսինքն Դավիթ բեկը լավագույնս հասկանում էր իրավիճակը, լավագույնս տիրապետում էր ուրեմն պայքարի ձևերին եւ չէի ասի թե ամբողջությամբ ինքը պարտիզանական մարտավարություններ կիրառում, որտեղ մեծ ճակատամարտեր մի քանիսը տվել են։ Հալիձորի, կարծեմ Մարաղայի, ոչ միայն, ինչի Եղվարդինը, Չավանդուրինը, Նախիջևանն է, Օրդուբադի կռիվ, այսինքն այս բոլոր կռիվները եղել են մեծ ճակատամարտեր, բախվել են իրար հազարանոց 10 եւ ավել հազարանոց բանակներ։ Գուցե եղել է ժամանակ, երբ որ ինքը 400 զինվորով հարձակվել է հակառակորդի 1000-ներով, բայց սա միայն պարբերաբար, երբ որ դա անհրաժեշտ է եղել։ Ի վերջո գիտեք, Սյունիքում ով էլ որ կռվել է Դավիթ բեկից մինչև Սեբաստացի Մուրադ եւ Անդրանիկից մինչև Շահմազյան ու Գարեգին Նժդե, նրանք բոլորն էլ այդ պարտիզանական ոճը ըստ հարկի երբեմն ворթեգրել են, բայց դա չի եղել պայքարի միայն ձև։ Առանց պարտիզանության կռվել է։ Ավելի լեռնային տարածքում մեծ զորք շարժելն էլ առանձնապես հեշտ չի։ Օրինակ, եթե հիշում եք, թուրքերը երբ որ մտել էին Վարանդա, զորքը բաժանել էին 7 գյուղերի մեջ։ Ինչ էին դա արել։ Ոչ թե նրա համար, որ կերակրի հարցեր լուծում, այլ նաև տարածքից ելնելով, այդ հսկա բանակը լեռնային տեղանքում մեկ ճամբարում պահելն էլ բավական մեծ խնդրեմ է։ Մեր փոքր զորքերի փոքր քանակի մասին ասեցիք, պարոն Եղազարյան։ Բոլորից քաչ հայտնի 300 սպարտացիների կռիվը, սակայն նույն Դավիթ բեկի ժամանակ 300 հոգով, 400 հոգով 10-15 հազար թուրքական օսմանյան բանակի դեմ կռվել են եւ հաղթել են։ Ցավոք այդ ճակատամարտերը մեր հանրությանը այնքան էլ հայտնի չեն։ Գիտեք ինչպես է, այստեղ մի մեծ հետաքրքիր տրամաբանություն կա հայոց պատմության մեջ։ Չգիտեմ, տեղին թե անտեղի, բայց հիշեմ Անդրանիկի դեպք։ Սեբաստացի Մուրադը Անդրանիկին հիշելուց մի շատ հետաքրքիր բան է ասում։ Ասում է, որ մենք տեղանքով գնում ենք պարզապես։ Իսկ Անդրանիկը նայում է ամեն քարի եւ թփի։ Հետո երբ որ այդ տեղանքում կռիվ է սկսում, մենք հասկանում ենք Անդրանիկի մեծությունը։ Նա արդեն գիտի թե որ զինվորը որ քարի ետևում պետք է թաքնվի կռվելիս։ Հիմա Դավիթ բեկի ժամանակ ճիշտ նույնն էր։ Նրանք լավագույնս տիրապետում էին տարածքին։ Գիտեին ամեն մի քարը, ամեն մի ժայռը, ամեն մի սարը, ամեն մի ձորը։ Եվ երբ որ պատերազմը լինում էր, հիմա թուրքերը եկամուտ տարեն, նրանք գալիս են հսկա բանակով ինչ որ մի ձորում, արդեն Դավիթ բեկը եւ իր զորավարները գիտեն ինչպես կռվել այդ հսկա բանակի դեմ։
Այնպես որ այստեղ Մանավանդ կռվում են ոչինչ իրենց չկա։ հայրենիքի համար։ Իրենց հայրենիքի համար։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, ձեր նախորդ միտքը շարունակենք։ Իհարկե Դավիթ Բեկյան զորք այդ բանակը հայրենապաշտությամբ էր համակված, սակայն դրա հետ զուգահեռ նաև իրենց առաջնորդի, այսինքն Դավիթ Բեկի նկատմամբ անվերապահ երկայցակարգապահություն կամ հլու հնազանդություն կար, ինչը հաղթանակի նաև գլխավոր նախապայմաններից մեկն էր, այսինքն իդեմս Դավիթ Բեկի, թե զորքի համար, թե Սյունած աշխարհի, թե մեր բոլորիս համար բախտավորություն էր, որ ունեցանք կամային, այդպես ուժեղ հատկանիշներով օժտված առաջնորդ։ Իրոք կամային ուժեղ հատկանիշներով, որը նաև ինքնաբերաբար առաջ բերեց հստակ մարտավարություն Սյունիքի պայմաններում ինչպես կարելի է կռվել։ Ուրեմն Դավիթ Բեկը հաշվի առավ նախ եւ առաջ հակառակորդի թվական գերակշռությունը եւ հաշվի առավ Սյունիքի աշխարհագրական տեղանքը եւ հաշվի առնելով այս երկու կարևոր հանգամանքները նա կազմակերպեց պաշտպանական շատ հետաքրքիր մի համակարգ, որի համաձայն ուրեմն մոտավորապես Դավիթ Բեկի զորքի թվականակը կազմում էր 9,000, 9000-ից 7000 զինվորներ նա հիմնականում տեղակայեց սահմանամերձ գոտում, որպեսզի զգոն պահի ուրեմն Սյունիքի անվտանգությունը, իսկ 2000 զինվորների հիմնականում առավել լավ զինված զինվորների նա պահեց իր մոտ։ Մյուս կարևոր հաջողության նախապայմանն այն էր, որ նա իր հարձակումներն իրականացնում էր անակնկալ եւ համարձակ ձևով։ Անակնկալ մարտավարությունը ստիպում էր, որպեսզի հակառակորդը անակնկալի գար եւ միանգամից կարողանում էր տոնել հաղթանակ։ Փաստորեն նրա ռազմավարական տաղանդը, այստեղ ունակություն բառը միգուցե ավելի մեղմ կլինի ասել, նրա տաղանդը, եթե չլիներ այդ ամենը բնատուր տաղանդը, միգուցե լրիվ ուրիշ ընթացքով այդ ամեն ինչը ընթանար։ Բայց նրա շնորհիվ մենք կարողացանք բազմաթիվ գեղեցիկ հաղթանակներ տոնել, այդ անակնկալ հարձակման արդյունքում մենք նա կարողացավ ուրեմն հաղթանակի հասնել եւ Զևայի գրավման ժամանակ, եւ Որոտնուբերդի գրավման ժամանակ, եւ Հալիձորի ճակատամարտի ժամանակ, եւ Ղափանի, եւ Մեղրի, եւ Օրդուբադի գրավումների ժամանակ։ Ի վերջո ձեր նշած այդ հատկանիշներով, տաղանդով նա օժտված չլիներ, մանավանդ այդ կամային ուժեղ առաջնորդային հատկանիշներով տասնյակ, կարծեմ Սյունիքում իշխում էին տասնյակ մելիքներ եւ մեկը մեկի հետ մեղմ ասած լեզու չէր գտնում։ Եվ փաստ է, որ միայն Դավիթ Բեկը կարողացավ համոզելով, պատժելով եւ այլն այդ բոլորին իմի բերել եւ իր դրոշի ներքո ընդհանուր միասնական պայքարի անել։ Եվ ամենակարևորը, որ ոչ թուրք, ոչ պարսիկ, մինչև 1725-26 թվականը, այսինքն ամբողջ տարածքը մաքրեց։ Իվան Կարապետը ռուսական արքունիքին գրած նամակներից մեկում ասում էր, որ Ղափանում ապրում է Դավիթ Բեկը, Ղափանում Սյունիքում ոչ մի պարսիկ չկա։ Այսինքն նա կարողացավ հասնել դրան, որ ամբողջ տարածաշրջանը ինքը Սյունիքը վերահայացրեց։ Այո, ամբողջությամբ մաքրազարդեց։ Պարոն Եղազարյան, նոր դուք նշեցիք մարտավարական տեսանկյունից, որ Դավիթ Բեկը սկզբում քոչվորների այդ թուրք քոչվորների հարցերը լուծեց ցեղերի, ապա պարսիկ խաների։ Դա ինչ նրա որպես քաղաքագետի կամ դիվանագետի մասին է նաև վկայում, այդ առումով նա նաև մարտի դաշտում տարած հաղթանակները կարողացավ նաև արտաքին քաղաքական դաշտում էլ ամրագրել, նկատի ունեմ, նա կարծեմ այդ պարսից շահի հետ պայմանագիր կնքեց եւ որոշակի գուցե ժամանակակից տերմինով պետականություն չէ, բայց որոշակի պետականության նման բան ստեղծվեց Սյունիքում, չէ, պարսից շահը ճիշտ է թուլացած, բայց այդ պարսից տերությունը ձեր նշած ճանաչեց Դավիթ Բեկի իշխանությունը ու կարծեմ նաև դրամ հատելու իրավունք ստացավ Դավիթ Բեկը, որը նույնպես պետականության այդ ատրիբուտներից է։ Դավիթ Բեկը իր 22-28, հա, 6-7 տարվա այդ իշխանության շրջանում
Դիպուկ նշեցիք, ինչի մասին խոսում ենք, ընդհանրապես 6-7 տարի եղել, չէ՞։ Այո, այնքան խորքային խնդիրներ կարողացավ լուծել, դարաշրջանն այնքան հագեցված էր, որ հիմա խոսում ենք տպավորություն է, որ գործ ունենք տասնամյակների։ Իրականում այդ 6 տարում այնպիսի զարգացումներ են եղել, որ պետք է նաև տրամաբանություն ունել։ 1725 թվականի դրությամբ պարսիկների խնդիրը լուծված էր։ Թե տեղական քոչոր զանգվածի քրդա թուրքական եւ այլն, եւ թե ուրեմն նաև պարսիկ խաների Այսինքն խնդիրները հաղթել էր նրանց բոլորին, նրանք արդեն Սյունիքից հեռու են։ Հիմա ինչ վերաբերում է Սյունիքին, մենք պետք է մի բան ֆիքսենք։ Միշտ էլ պատմության սկզբից, այն մարդկության արշալույսից Սյունիքում բացարձակ մեծամասնությունը միշտ եղել են հայերը։ Այլ երբ որ Դավիթ բեկի հանդես գալու ժամանակ այդտեղ եկել էին եկամուտ ավելի ռազմատենչ տարրեր, գուցե նրանք որոշ ազդեցություն ձեռք բերել էին, բայց նրանք երբեք մեծամասնություն չեն կազմել։ Հիմա Դավիթ բեկը Երբ որ պարսիկների խնդիրը լուծեց եւ նրանք ձեռք քաշեցին Դավիթ բեկի դեմ պայքարից, ճիշտ նույն ժամանակ հանդես եկան թուրքերը, ըստ որում թուրքերը հանդես եկան երկու ճակատով։ Նրանք հասան միջև Պարսկաստանի խորքերը նաեւ։ Դավիթ բեկը շատ արագ որպես լավ քաղաքագետ, դիվանագետ հասկացավ, որ պարսիկների հետ հնարավոր է դաշինք։ Պարսիկներն էլ նա տեղը ու դերը լավ հասկացան։ Այդ փոքր Մանավանդ երբ Օսմաններին հաղթել էր այդ Մարաղայի եւ այլ ճակատամարտերում հաղթել էր, տեսան իրենց դեմ իրական ուժ առաջին գրոհը 1725-ին էր։ Նա կարողացավ հետ մղել։ Եվ նրանք հազարներով զոհ տվեցին։ Այս լուրը հասավ նույնիսկ ռուսական արքունիք։ Հիմա Պարսից շահը հասկանում է, որ գործ ունի թեև փոքրիկ, բայց շատ ամուր եւ լավ կազմակերպված վարչական կամ վարչաքաղաքական միավորի հետ հայոց իշխանապետության հետ։ Եվ նա Դավիթ բեկի հետ գնաց դաշինքի։ Առաջին դաշինքը ըստ էության մեծ արդյունք չտվեց, որովհետև պարսիկ խաները Օրդուբադի մոտ ճակատամարտի դաշտը լքեցին, փախուստի դիմեցին։ Դավիթ բեկը այստեղ թուրքերին հաղթեց, հետո նահանջող խաների հետևից հասավ, նրանց էլ կոտորեց։ Հիմա պարսից շահը տեսնում է այս ամեն ինչը, հասկանում է, որ ամենահզոր պատվարը նախկին տերության կազմում թուրքերի դեմ հենց Սյունիքն է։ Ինչ պետք է անի, պետք է փորձի Դավիթ բեկին իր կողմը գրավել։ Եվ դա արվեց այդ պայմանագրով։ Ըստ պայմանագրի Դավիթ բեկին ոչ միայն Սյունիքի իշխան ճանաչեց, այլ տարածաշրջանի բոլոր պարսկական խանությունների ղեկավար։ Այսինքն ըստ էության նրա իշխանապետության մեջ մտցվեցին գոնե անվանապես Նախիջևանը եւ Ղարադաղը նույնպես։ Այսինքն Դավիթ բեկը ճանաչվեց ոչ միայն Սյունիքի, այլև հարակից բոլոր խանությունների տիրակալ։ Իսկ դրամ հատելը գիտեք, օրինակ մեր Բագրատունիները դրամ հատել երբեք չեն հատել դրամ։ Գուցե այստեղ իր դերը խաղում են, որ ոսկյա եւ արծաթյա դրամների դարաշրջանում կարևորել չի կհատես թե չէ, կարևոր այդ ոսկյա արժեքն է, որ կա, ով որ հատել է, օգտագործելու է ամեն երկրում, եթե ոսկե կամ արծաթ։ Այս պարագայում Դավիթ բեկի դրամների մետաղական արժեքը արդեն հենց Դավիթ բեկի հատմամբ էր որոշվում, եթե նույնիսկ դա պղնձե դրամ էր, բայց հատված էր եւ իր արժեքը որոշվում էր հենց։ Մեզ համար կարևոր նա է, որ Դավիթ բեկը իրավունք է ունեցել դրամ հատել եւ դրանով պետականություն է եղել։ Այսպես ասենք, պարսկական տերության հյուսիսային կուսակալ, հա, եթե փորձենք ավելի այսպես բան անդրադառնալ։ Ցավոք սրտի, այս ամեն ինչը միակողմանի էր, որովհետեւ պայքարի հիմնական դրոշակը հենց թուրքերի դեմ Դավիթ բեկի ձեռքին էր։ Պարսիկները չկարողացան թուրքերի դեմ պատերազմել ոչ մի կերպ։ Նրանք զիջեցին հսկայական տարածքներ, նահանջեցին մինչև իրենց տերության խորքերը եւ պայքարի միակ միջնաբերդը մնաց հերոսական մեր Սյունիքը, ինչպես միշտ։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, եւ ամփոփելով հաղորդումը, վերջին հարցս ցավոք սրտի Դավիթ բեկի մահով պայքարը նրա շարունակողները դե գիտենք Մխիթաց Պապետի ճակատագիր ինչպես եղավ, պայքարը ընդհատվեց եւ մինչեւ արդեն 20-րդ դարի սկիզբը մինչև 1918 թվականը այդ Դավիթ բեկի գործի շարունակում, նկատի ունեմ ռազմական ոլորտում չեղավ, մինչև եւ Սյունիքում, բուն Սյունիքում կրկին մի շարք գործիչներ, վերջում Գարեգին Նժդեհը, որպես Դավիթ բեկի հոգևոր եւ գործիչ ժառանգորդներ շարունակողներ պայքարեցին եւ իհարկե արդեն մեր օրերում էլ այդ պայքարը ներկա Դավիթ բեկի ժառանգորդները ծորներն են շարունակում։ Դավիթ բեկի ապստամբական պայքարը Սյունիքում իրոք մեծ ազդեցություն է թողել մեր պատմության հետագա ժամանակաշրջանի վրա։ Այստեղ մի հետաքրքիր բան կա, որ Դավիթ բեկը Իսրայել օրու մահից 11 տարի անց փաստորեն ըստ էության կատարելով նրա ազատագրական ուրեմն պայքարի պատգամը 11 տարի հետո ապստամբական պայքար ձեռնարկեց Սյունիքի տարածքում։
Այսինքն ապստամբական մի շարժում տարածվեց Սյունիքի տարածքում, որը իր մեծագույն հետևանքներն ունեցավ մեր պատմության մեջ։ Հենց արդեն ապստամբական պայքարի ժամանակներից այս արձագանքը մենք տեսնում ենք ինչպես արևմտահայ իրականության մեջ, այնպես էլ հայկական գաղթավայրերում։ Օրինակ 1722 թվականին Աղթամարում ժողով են գումարում Աղթամարի կաթողիկոս Տեր Հովհաննեսի գլխավորությամբ եւ որոշում են նույնպիսի ապստամբություն բարձրացնել նաեւ ուրեմն Վասպուրականի տարածքում, այսինքն ինչքան մեծ է եղել արդեն հենց իր կենթանության օրոք այդ շարժման, այդ պատերազմի ազդեցությունը, որ արևմտահայ իրականություն ուզեցել է հետ չմնա Սյունիքի ապստամբական պայքարից։ Եվ մյուս տեղեկությունը, որը ժամանակին մեր նշանավոր պատմաբաններից Վարդան Պարսամյանը հրատարակեց Լեհայերի մասնակցությունը ուրեմն Դավիթ բեկի ապստամբությանը, որ նույնիսկ հեռավոր Լեհաստանից, Կամենես-Պոդոլսկից ուրեմն որոշեցին ապստամբական խումբ ձևավորել եւ գալ օգնության Դավիթ բեկի ապստամբությանը։ Ժամանակվա սփյուռքահայերի ջոկատը Այսինքն արձագանքը հենց իր կենթանության, իր ժամանակներից է, էլ արդեն հետագա ժամանակներում դա դառնում է արդեն դասական օրինակ ապստամբական պայքարի, թե ինչպես կարելի է այն իրագործել։ Դավիթ բեկը պատկանում է մեր պատմության այն հերոսների թվին, որոնց գործը իր ազդեցությունը ունեցավ նաև հետագա դարերի կռիվների վրա։ Ունեցել ենք թագավորներ, որոնց գործը ընդհատվել է իրենց մահվամբ։ Ունեցել ենք զորավարներ, որոնց գործը ընդհատվել է իրենց զորավարության ավարտով։ Բայց Դավիթ բեկը եղավ ու մնաց ժողովրդի հիշողության մեջ մշտապես հայ զինվորությունը վերականգնող հաղթանակներ տանող զորավարի մարմնավորում։ Եվ պատահական չի, որ 20-րդ դարի սկզբին, երբ որ Սյունիքը կանգնած էր հերթական խոշոր մարտահրավերի առջև, այնտեղ վերակենդանացվեց Դավիթ բեկի ոգին եւ նրա ուխտերը։ Պատահական չի, որ Կարեգին Նժդեի ղեկավարած հերոսական մեր ազատամարտը, որը հանգեցրեց նրան, որ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում, հենց առաջնորդվում էր Դավիթ բեկի սրբազան անունով։ Այնպես որ կարծում եմ, որ Դավիթ բեկը մեր պատմության հենց ամենախորը հետք թողած առաջնորդներից մեկն է։ Շնորհակալություն, հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հաղորդումը եզրափակեմ հետևյալ հիշեցումով։ Մեր այսօրվա մարտնչող հայորդիներին մաղթենք Նժդեյան հետևյալ խոսքերը ուղղված իր ուխտյալներին գրոհից առաջ։ Մեզ հետ Աստված եւ Դավիթ բեկի վրիժակ ոգին։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Դավիթ բեկին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։